Չին անգամ երբ հնչեց Թրիփի մասին, եթե հիշեք։ Ով ասաց։ Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Թոմ Բարաքը։ Եվ հենց նա այնտեղ խոսեց 100 տարվա մասին։ Այո, 42 կիլոմետրի մասին։ Ինչու հենց Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանը, այլ ոչ թե Բելգիայում ԱՄՆ-ի դեսպանը կամ չգիտեմ այլտեղ։ Սա մատնում է հենց, որ սա թուրք-ադրբեջանական լոբինգով առաջ տարված է, եւ Հայաստանը ուղղակի հելու հնազանդ բոլոր պայմանները առանց խորամուխ լինելու, կամ եթե փորձեն արել են ձևական, բոլոր պահանջները ԱՄՆ-ն ինչ խնդիր ունի։ Հարցրել է օրինակ Հայաստանի իշխանություններին, օքեյ, ասել են օքեյ, վերջ։ ԱՄՆ-ն Թրամփը իր գյուղաքաղաքական բարձրությունից շատ խորամուխ չի լինելու հայերի անվտանգային այդ զգայուն խնդիրների նկատմամբ, եթե ձեր համար օքեյ։ Բայց ես վստահ եմ, որ ինչպես այն բանաձևերը, որ ԱՄՆ-ն ընդունել էր Ադրբեջանի դեմ, ԱՄՆ-ը միակ երկիրն էր, որ Արցախին ուղիղ աջակցություն էր ցուցաբերում։ Թե ինչի շնորհիվ էր, որ հայկական սփյուռքի հետ համատեղ Հայաստանի իշխանությունները կարողանում են լոբինգ անել իրենց շահերը։ Այսինքն ամենը խնդիր չունի Հայաստանի շահերը հարգելու, եթե դա ճիշտ ներկայացվի ու պաշտպանվի։ Ես այստեղ տեսնում եմ, որ ուղղակի անտերության է մատնված իրենց իշխանության լեգիտիմությունը շտապ ապահովելու համար, որովհետև ընտրությունները մոտենում են։ Ժամանակ չկա բանակցությունների, դա կարող է տևել տարիներ։ Տեսեք, հաջողանալու ժողովրդին, հանրությանը դա մեկ հարց է, եւ երկրորդը հաջողանալու Ալիևին, Ադրբեջանին։ Նաև, որպեսզի չկրակի, որովհետև հենց նա կրակեց բոլոր այս թեզերը հոտս են ցնդում։ Իսկ Ադրբեջանի Ալիևի ուրախությունը նույնիսկ չել թաքցնում։ Եթե նա իր պահանջների բավարարում չտեսներ, այսպես ջերմ մթնոլորտում այդ ամենը տեղի չէր ունենա, եւ Վենսի այցը նաև հետևանքեր խաղաղության խորհրդի մասին էլ կարող ենք խոսել իդեպ։ Միանշանակ պետք է խոսենք։ Խաղաղության խորհրդում տեսանք, ինչպես ջերմ մթնոլորտում Թրամփը, Ալիևը, Փաշինյանը նստած էին եւ առանձին հանդիպում եղավ Ալիևի հետ։ Ընդ որում Թրիփի հետ կապված թեման է շոշափվում, երբ որ Թրիփի հետ կապված թեման պետք է կարծես թե Հայաստանի հետ շոշափվի։ Այո, եթե դա հայկական է։ Բայց մենք, ինչպես նշեցի, ԱՄՆ-ն նայում է սա որպես տարածաշրջանային նախագիծ։ Եթե դա տարածաշրջանային չէ, ԱՄՆ-ին հետաքրքիր չէ։ Եվ սա 100-ամյա պայքար է իրականում, եւ Արցախյան խնդիրը ինչ խնդիր էր լուծում։ Շատերը երևի ուշադրիչ չեն եղել, հա թե ինչ է աշխարհում շատ կոնֆլիկտներ կան։ Բայց ինչ էր Արցախյան խնդրում ձևավորվել ԵԱՀԿ Մինսկի խումբ։ Երանախագահություն, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, որովհետև Հայաստանը իրականում հանդիսանում է շատ կարևոր դերակատար միջազգային տրանզիտի համար։ Արցախյան խնդիրը բլոկավորում էր այդ տրանզիտը, որը հնարավորություն է տալիս այսօր բացի նավթագազային խնդիրները, սրվել են նաև, ինչպես գիտենք, արհեստական բանականության ոլորտում, IT ոլորտում, մրցակցությունը աշխարհում, ԱՄՆ-ն չկարողացավ Չինաստանին վերջնականորեն ճնշել, ինչու, որովհետև Չինաստանը, երբ որ մաքսատուրքերը մեծացրեց, նույնիսկ կարելի է սահմանափակեց եւ ինքը կրկին մաքսատուրքեր դրեց այդ կիսահաղորդիչների արտահանման վրա, որտեղ Չինաստանը ունի մեծ պաշարներ, ինքն է հանդիսանում այդ գործարանը աշխարհի։ Չիպերին։ Եվ ԱՄՆ-ն նահանջեց իրականում։ Եվ եթե տեսնենք Չինաստանի հետ այլևս կոնֆլիկտը թուլացել է, այսօր սրվել է ԱՄՆ-ի եւ Եվրամիության կոնֆլիկտը, ինչը աբսուրդ է թվում, բայց այսօր ես ծանոթանում էի եվրոպական բոլոր, այսպես գրեթե հեղինակավոր լրատվականների վերլուծականների անդրադարձը խաղաղության խորհրդին, Թրամփին ահա որ կարելի ասել նույնիսկ անձնապես սկսել են վիրավորել, ասելով դեղին իմպերատոր, բան, այսպես էլ իմպերիա, կայսր, որը առաջ է տանում բացառապես սեփական, կայսերական նկրտումները, անտեսելով ՄԱԿ-ը, անտեսելով ՆԱՏՕ-ի պարտավորությունները եւ այստեղ պետք է նաև նկատի ունենալ, որ Հայաստանը փաստորեն 30 տարի շարունակ Եվրամիության եւ ԱՄՆ-ի դիտանկյունից եթե նայում ենք, փակել է այդ ճանապարհը, որը հնարավորություն կտար իրենց անկախ ավելի լինել, ավելի համարձակ գլոբալ Չինաստան-Ռուսաստան հակամարտություն։ Եվ մենք իրականում շատ թանկին ենք վճարել այդ կապը բացելու համար։ Այդ պետք է գնահատվի դա։ Այսինքն դուք տեսեք, Չինաստանից կենտրոնական Ասիայից մինչև Եվրոպա ճանապարհը դառնում է անվտանգ ապահով Հայաստանի շնորհիվ։ Հայաստան կարող է դա կրկին ճակերտավոր եմ ասում հարամել։ Այսինքն ունի այդ ռեսուրսը, փոքր երկիր։ Դա կարող անել Իրանի, Ռուսաստանի աջակցությամբ, կարող անել ինքնուրույն նույնիսկ։ Եվ շատ է ինչ է նշում հոկտեմբերի 27-ի պատճառները նաև մեղրի հետ էր կապված։ Դա պատահական չի։ Այսինքն այդ պայքարը աշխարհաքաղաքական մենք եղել ենք այդ հորձանոթում։ Եվ ԵԱՀԿ Մինսկի խումբը որ ստեղծվել էր, մեր սիրուն աչքերի համար չէր ստեղծվել, այդ բալանսը, այդ շահերը համադրելու համար էր ստեղծվել։ Դա թաղվեց, որովհետև փաստորեն Ռուսաստանը լրիվ դուրս է մղվում այստեղից,
ուկրաինական կոնֆլիկտից հետո դարձան հակառակորդներ ուղղակի։ Ասածս ինչ է, որ անխոչնդոտ կապ ապահովելու պարտավորություն Հայաստանը պետք է վերցնի միայն այն դեպքում, եթե դա անում է Ադրբեջանը։ Եվ նույնիսկ կարելի է, ես ասում եմ, սա կարող է կոնֆլիկտային ընկալվել, հակամարտություն եք բացում, հազիվ են խաղաղության հասել, բայց Ադրբեջանին հավերժ զսպելու, որ ինքը նոր ագրեսիա չսկսի, պետք է դա իրեն հասկացնել։ Ադրբեջանը որտեղ անի, որ հատվածում Լաչին Արցախի թեման ինքը չպետք է մոռանա, եթե փորձի ապագայում Հայաստանի հանդեպ ագրեսիան։ Նա Նախիջևանի թեման է բարձրացնում, ասում է դու Նախիջևանով։ Նա արդեն լուծված է համարում Արցախի պարտավորություն չունի ընդհանրապես Հայաստանի առջև։ Դա հայլային ասելով նկատի չեն ունենում այլևս Լաչինի Մինսկ, Արցախ։ Այո, ցավալին դա է։ Նկատի են ունենում այլ հայլային, որը համեցեք։ Այո, եւ ցավալին հենց դա է, որ այդ մեծ կորուստների գնով, այսինքն մենք շատ բարձր գին ենք վճարել արդեն, Հայաստանը չպետք է նման պարտավորություն ստանձնի։ Այն էլ ԱՄՆ-ի առջև, երրորդ երկրի, այս դեպքում Ադրբեջանի հանդեպ։ Դա դառնում է միջազգային պարտավորություն։ Բայց դուք ինքներդ եք ասում, Հայաստանը ուրախացել է, որ կարողացել է գոնե այդ թնջուկը այս ձևով լուծել։ Դա համարում է, որ լուծված է այս թնջուկը, որը սկսված է դեռևս երևի թե 100 տարի առաջ եւ եթե ոչ ավելի շուտ։ Բայց ռիսկերը ականները մնում են։ Նոյեմբերի 9-ի ռիսկերը մնացել են 9-րդ կետի եւ Հայաստանի ինքնիշխանության սահմանափակում է թե տոկոսայնությունը։ Տեսեք, եթե դա վերաբերել օրինակ նավթագազամուղներին, ես բան չեմ ասելու, օրինակ Վրաստանն իր տարածքով նավթագազամուղներն անցնում են, չունի այնտեղ ինչ որ մասնաբաժին 100%-անոց նվազ է, բայց երբ որ վերաբերում է ճանապարհներին, երկաթուղուն օրինակ վրաց ադրբեջանական 50-50 է։ Ինչու է 49 անգամ 100 տարի հետո 49-ի իմ համար ընդ որում դա շատ մեծ տարածություն չէ, որ ճանապարհները դա երկրի նյարդային համակարգն է։ Եվ համարում եք արդյոք, որ եթե հիմա Հայաստանը ցանկանար ներդրումների համար գումարներ ներքաշել, բերել որպեսի ներդրում անել եւ չլիներ 74, ինչպես ասում են, դե 74-ը, որովհետեւ ամերիկյան կողմը այդքան ներդրում է անում։ Չէր կարողանա Հայաստանը բերել այդքան ներդրում, որպեսի իսկապես ներդնել այդտեղ եւ չունենալ 26%։ Կարող էր։ Դե ես դա եմ ասում, որ փորձել չի արվել։ Օրինակ դուք լսել եք լրատվամիջոցներով նման տեղեկություն։ Չկա։ Օրինակ Հայաստանը առաջարկեր վարկային ծրագիր։ Այդ առաջին Ադրբեջանի անխոչնդոտ կապը Նախիջևանի հետ ապահովելու պարտավորություն հայ-ամերիկյան փաստաթղթում չպետք է լինի։ Եթե դա լինի, դա պետք է լինի համարժեք Ադրբեջանի կողմից։ Ադրբեջանը նույնպես այնտեղ պետք է նշվի, որ Հայաստանի առջև ունենում է նման պարտավորություն։ Եթե այնտեղ մեզ ասում են Հայաստանի իշխանությունները, որ փոխադարձություն սկզբունք համրագրվեց այդ փոխադարձ պարտավորություններով, թող դրվի աստղանիշ վերևը եւ տակը բացատրվի ինչ է նշանակում փոխադարձ առավելություն։ Դե կարծեմ նորից եմ կրկնում, Ալիևը այսպես Նախիջևանով դուք կանցնեք, չգիտեմ։ Այո, եւ այստեղ ինչ է ոգևորված բենզին թողում, ցորեն թողում, դա է հենց փոխադարձ առավելություն, որի կարիքը մենք կենսական իրականում չունենք։ Այսինքն որ մտածենք, որ մենք բենզինի կարոտ ենք կամ ցորենի կարոտ ենք, չէ։ Դա առավելություն չի։ Ընդ որում մենք տեսնում ենք, որ գների վրա էլ մեծ հաշվով շատ քիչ է ազդում, որովհետև բենզինի գները օրինակ 2023 թվականին ռուսական այդ սանկցիաների արդյունքում դարձել էր 330 դրամ։ Այսօր 100 դրամով դեռևս թանկ է։ Գոռում են մեծ առաջընթաց է, բայց բենզինը դեռևս թանկ է մինչև եվրոպական շելի մուտքից հետո։ Եվրոպական շելը եկավ ինչու որ որակով բենզին են բերել, հետևաբար թանկ է։ Տեղական շուկան ռուսական բենզինի գինն էլ բարձրացրեց արդյունքում։ Դա գուցե առողջ մրցակցությանը միտվում էր, որ որակ լինի, բայց արդյունքում գները բարձրացան, որական հասկանալի է։ Մի խոսքով իմիտացիա արվեց։ Իմիտացիա արվեց եւ այդ առավելությունը շատ թանկ, այսինքն մենք թանկ վաճառում ենք մեր շահերը Ադրբեջանին, իրականում ցավալին այն է ԱՄՆ-ի լեգիտիմության ներքո, որ խոսալու տեղ չթողնեն, այդ է ցավալին։ Երկրորդ կետը, առաջինը ասացիք, երկրորդ տոկոսայնությունը պետք է հասկանալ ինչու է այդպես, բացատրում են իբր ամերիկյան ներդրումներ, բացատրեք ինչու դա հնարավոր չէր հայկական փողով կամ վարկային միջոցներով։ Մարդիկ նույնիսկ զենք են գնում վարկով, հա, իրենց անվտանգությունը ապահովելու համար։ Սա ինչ խնդիր էր, որ վարկային միջոցներով հնարավոր չէր, Հայաստանը չունի այդ միջոցները արդյոք։ Եթե չունի արդյոք չէր կարելի հաջողորդի սփյուռքի հետ այնպես աշխատել, որ դրա համահավաքով դա ապահովեինք օրինակ տեսականորեն, որպեսզի մեր ինքնիշխանության խնդիրն է սա, մեր անվտանգության խնդիրն է սա։
Բայց դուք սերունդների հարց է սա։ Վտանգ եք տեսնում Հարյուրամյա խնդիր է։ Ես տեսնում եմ վտանգ, որ դա կարող է թուրքական ադրբեջանական հետագայում մասնաբաժին այնպես ավելանալ, որ նույնիսկ դուք չզգաք, հետո պարզվի, որ դա ոչ թե հայ-ամերիկյան, այլ հայ-ամերիկա-թուրք-ադրբեջանական է, որտեղ Հայաստանի խոսքը ընդամենը 26%-ը ընդդեմ թուրք-ադրբեջանականի ենթադրենք 50%-ի։ Եվ 26%-ը կարող են կներեք, դա գուցե ֆանտաստիկա է, բայց մեկ օր էլ առաջարկեն 26%-ը գնել։ Ինչպես ռուսականի դեպքում մենք տեսանք, որ Գազպրոմը երբ եկել էր, քիչ-քիչ, վերջում 20% էր մնացել, դա էլ վերցրեցին, հա։ Ինչու ենք համոզել, որ աշխարհակը հատկապես Թրամփի բացահայտ անկեղծ ցուցադրությունը, որ կան միայն շահեր, արժեքներ, դեմոկրատիա մեզ համար առաջնային չէ, եւ այդ անվտանգության խորհուրդը, խաղաղության խորհուրդը ներողություն, դա ամրացրեց։ Այդ համոզումը, որ Թրամփի համար կարևոր է ոչ թե պետությունների դեմոկրատական լինելը, այլ որքանով են նրանք սպասարկում իր շահերը։ Եթե երրորդ կետում եք առաջարկի, երրորդ կետը վերաբերում է տոկոսայնության մասին խոսեցի, պարտավորության մասին խոսեցի, նաև 49-100 տարվա նման, ես դա համարում եմ գաղութային պարտավորություն իրականում, մոտ դրան, կապ չունի ԱՄՆ-ն է, ով ուզում է լինի, հա, որտեղ կրկին 49% է մնում, 50-ից չի անցնում Հայաստանի մասնաբաժինը։ Նման ժամանակահատված պետք չի գրել եւ ես իմ հաղորդումներում կոչ արեցի ուսումնասիրել Հեյդար Ալիևի փորձը, այսպես շփվում եք ադրբեջանցիների հետ, մի հատ Իլհամ Ալիևին հարցրեք ձեր հայրը։ Դարի պայմանագիրը կնքեց 94 թվականի պարտության խայտառակության պայմաններում, հա, երբ որ մեզ ինչ են ասում, մենք ստիպված ենք այս պայմանները ընդունել, ասում են դե պարտված ենք, ուժ չունենք։ Ադրբեջանը ավելի խայտառակ պարտություններ գրել իր տեսանկյունից եթե նայենք, բսկտված քաղաքացիական բախումներով բսկտված երկիր, կնքեց 80% փայաբաժնով, 20%-ը բաժանելով British Petroleum-ի, ամերիկացիների, ռուսների, անգամ իրանցիների, այսինքն բոլորին ներգրավեց տարածաշրջանի, ոչ միայն Ամերիկային։ Դրանով հավասարակշռելով 30 տարով, 30 տարի հետո ներդրումները դարձան ադրբեջանական, Ադրբեջանի տարածքում։ Իրան ոնց հաջողվեց։ Դուք ինչ եք մտածում, որ եթե պարտվել եք, ուրեմն պետք է լրիվ հանձնվել։ Աշխարհում բոլոր երկրները գրեթե, բացի երևի Միացյալ Նահանգներից, պարտվել են պատերազմներում, բայց դա չի նշանակում քո ինքնիշխան իրավունքները զիջել։